պարզվել է ՀՀ տարածքում առցանց տիրույթում գովազդների միջոցով արտարժույթի և կրիպտո ակտիվների շահավետ պայմաններով փոխանակման պատրվակով խարդախություն կատարող անձանց շրջանակ, նախաձեռնվել է 20 քրեական վարույթ։ Թվային միջավայրում ոստիկանության կարողությունները հզորացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներ են տարվել քրեական ոստիկանության թվային գործիքակազմերի ընդլայնման և կիբերլաբորատորիայի ձևավորման ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք, որ մինչև այս տարվա ավարտ այդ կիբերլաբորատորիան արդեն կունենանք և 27-ից կգործարկենք այն։ Չէ, քրեական ոստիկանության մասնաշենք։ Դմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում քրեական ոստիկանությունը գործնականում իրականացրել է իրավապահ համակարգի ռազմավարական մոտեցումը, կենտրոնանալով դմրամիջոցների ներմուծման և արտադրության շղթայի բացահայտման վրա և ի սկզբանե շրջանառությունից դուրս բերելով դմրանյութերի մեծ խմբաքանակներ, բացառելով դրանց հետագա տարածումը հանրապետությունում։ 25 թվականին ընդունվել է դմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը, առաջին անգամ խնդրող առարկա դիտարկելով ոչ միայն հանրային անվտանգությունը, այլ նաև հանրային առողջապահությունը։ 2025 թվականին իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ընդհանուր առգրավել և շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ տարբեր տեսակի դմրամիջոց, ինչը 80%-ով ավել է 24 թվականից։ Հայտնաբերվել է համացանցի միջոցով դմրամիջոցների ապօրինի շրջանառության 460 դեպք։ Զենքի ապօրինի շրջանառության հակազդման, հրազենով կատարվող հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում 25 թվականին առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 2246 միավոր հրազեն, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 667-ով կամ 42.2%-ով։ Համայնքային ոստիկանությունը շուրջ մեկ տարվա գործունեության ընթացքում շարունակել է փուլային սկզբունքով բեռնաթափվել ոչ ոստիկանական գործառույթներից, ինչը հնարավորություն է ստեղծել և բաց ազատ դաշտ ստեղծել համայնքի հետ տարվող աշխատանքների համար։ Ձերբակալվածների իրավունքների երաշխավորման նպատակով ներդրվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի արձանագրման հստակ մեխանիզմ համաձայն միջազգային ստանդարտների։ Օպտիմալացվել են ձերբակալվածներին պահելու վայրերը, դրանք կրճատելով 30%-ով։ Ձեռք են բերվել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված 34 տրանսպորտային միջոց ձերբակալվածների ուղեկցումները արժանապատիվ կազմակերպելու նպատակով։ 2025 թվականին արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերով ոստիկանություն հաղորդում ներկայացնելու էական աճ 23%-ով։ Մասնավորապես 25 թվականին ստացվել է 2775 հաղորդում, ինչը վկայում է թե մեր քաղաքացիների դիմելիության մասին, թե ոստիկանության նկատմամբ հանրային վստահության աճի մասին։ Ուսումնական հաստատությունների տնօրինության և մանկավարժների հետ ակտիվ համագործակցության արդյունքում 2025 թվականին նույնականացվել են պարտադիր կրթությունից դուրս մնացած 84 անչափահաս, 24 թվականին 43-ն են եղել։ Ոստիկանության կողմից հայտնաբերվել են նաև պարտադիր կրթությունից դուրս չմնացած, սակայն ռիսկային գոտում գտնվող 310 անչափահաս և ուղղորդվել են համապատասխան մարմիններ։ Ուսումնական հաստատություններում կատարված իրավախախտումների վերաբերյալ ներքին գործերի նախարարության կողմից 25 թվականի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ուղարկվել 9 միջնորդություն։ Կարևորելով անչափահասների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը, արգելվել է 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը, իսկ 16-ից 18 տարեկան անչափահասներին այդպիսի առարկաներ կրելը։ Մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի խորքային բարեփոխման գործընթաց, որն ուղղված է հատկապես ոստիկանության ծառայողների որակի, վստահելիության և արդյունավետության բարձրացմանը։ Ընդունվել է ոստիկանության բարևարկության և կարգապահական կանոնագիր օրենքը, ներդրվել է ոստիկանության էթիկայի հանձնաժողովի ձևավորման մեխանիզմ։ Հաստատվել են ոստիկանության ծառայողների վարքագծի կանոնները և առաքինության ստուգման կարգը։ Առաջին անգամ մշակվել և ներդրվել է ոստիկանության ծառայողի կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտը, որը պարտադիր է ոստիկանության բոլոր ծառայողների համար։